Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն նախարար, զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկը հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Պարոն նախարար, խնդրում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով, դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ, այն է պաշտպան հայրենիա ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգ եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի նախաձեռնումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Կառավարության կողմից առաջարկվել է նաև ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանություն տալ կառավարության առաջարկին։